Բարեկամներ, ողջույն։ Այն ինչ օրերս տեղի ունեցավ աշխարհահռչակ BBC լրատվական ծառայության հետ կարելի է աննախադեպ քայլ որակել եւ անգամ օրինակ մնացած լրատվականների համար, ովքեր կմոլորեցնեն իրեն հետևորդներին եւ ոչ առողջ լրատվություն կմատուցեն։ Ինչու եմ այսօր ընտրել այս չափազանց նուրբ թեման, որովհետև Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի այս ժամանակներում այս քայլը գալիս է կարծես ապացուցելու, որ լրատվականը պիտի գոնե ազնիվ լինի, չպետք է մոլորեցնի, իսկ լրագրողը պետք է ոչ թե ելույթ ունենա բարձրախոսնել զրուցակցի բերանը մտցնելով, այլ հարց տալով փորձի մաքսիմալ ընդարձակ պատասխան կորզել զրուցակցից, որև լույս կսփռի հանրության լայն շրջանակներին հուզող խնդիրների վրա։ Սա իհարկե, ինչպես ասում են, դասական լրատվության մասին է, լրագրողության մասին է, որից մեր որոշ մեդիայի ներկայացուցիչներ շատ հեռու են, իսկ բարձրախոս բռնող գեղեցկուհիներից շատերը բառացիորեն փողոցից են հավաքվել, որոնց մեծ մասը լրագրողական դպրոց չի հաճախել եւ այդ ամենը դիտելով հարց է առաջանում ընդհանրապես դպրոց հաճախել է թե ոչ։ Բայց դա ուրիշ պատմություն է։ Մենք այսօր խոսելու ենք բրիտանական BBC լրատվականի մասին, այսպիսով BBC լեգենդար մեդիա կորպորացիայի երկու ավագ ղեկավարները հայտարարել են իրենց հրաժարականի մասին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը մանիպուլյացիայի ենթարկելուց հետո։ Այսպիսով, հայտարարությունը արել է գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին եւ լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թերնսը։ Այսպիսով, աշխատակազմին ուղղված նամակում Դեյվին նշել է, որ կորպորացիայի գործունեության մեջ թույլ են տրվել սխալներ, որոնց համար ինքը պետք է կրկին ամբողջ պատասխանատվությունը վերցնի իր վրա։ Ինչ խոսք, ողջունելի քայլ է, նա նաև մեջբերել է լրատվական խմբագրության շուրջ ծավալված այդ բանավեճը, Թերնսը գրել է, որ Թրամփի խմբագրված ելույթով ծրագրի շրջանակներում վեճը հասել է այն փուլին, որ արդեն BBC-ն վնաս կարող է կրել, իր հեղինակությունն է վնասված, դրա համար նա որոշել է հեռանալ։ Բայց ես ուզում եմ դուք լավ պատկերացնեք, ինչ իրավիճակ է սա։ Պատկերացրեք, թողարկումներից մեկում մոնտաժվել է նախագահի խոսքը, եւ ալիքի գլխավոր տնօրենը եւ լրատվականի գլխավոր խմբագիրը հրաժարական են տալիս եւ հեռանում։ Խոսքն է մոնտաժվել։ Ճիշտ է, BBC-ն ես չեմ փորձում համեմատել հայկական որոշ լրատվականների հետ, բայց եթե մեր լրատվականներին այդ պրոֆեսիոնալները ծանոթ լինեն, եթե տեսնեին, թե մեր որոշ լրատվականներ ոնց են պատտում ամեն ինչը մանիպուլյացիայի ենթարկում, ոչ թե հրաժարական կտային, այլ վստահ են, որ կամովին կնստեին էլեկտրական աթոռին։ Բայց դա ուրիշ պատմություն է։ Հիմա այև անգլիական այս ջենթլմենությունը։ BBC-ի նախկին խորհրդական Մայքլ Պրեսկոտի կողմից կազմված եւ բրիտանական լրատվամիջոցներին արտահանձնած ներքին հուշագրի համաձայն BBC-ն մոլորեցրել է հեռուստադիտողներին խմբագրելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի 2021 թվականի հունվարի 6-ի ելույթը այն տպավորություն ստեղծելու համար, թե իբր ԱՄՆ նախագահը կոչ է անում իր կողմնակիցներին գնալ եւ հարձակվել Կապիտոլիումի վրա։ ԱՄՆ-ի վերջին նախագահական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ BBC-ն հեռարձակում է լեգենդար Պանորամա հետաքննական լրատվական այդ հաղորդումը եւ լուսաբանում է այնպես, որ Թրամփը 2021 թվականի հունվարի 6-ի ելույթում իբր կոչ է արել հարձակում գործել, մոնտաժված հոլովակում ցուցադրվում է մի հատված, որտեղ Թրամփը կոչ է անում մարդկանց երթով շարժվել դեպի Կապիտոլիում եւ կատաղի պայքար մղել։ Կարծում եմ մեր հեռուստադիտողներից շատերը կհիշեն այդ դրվագները, ինչ էր կատարում Վաշինգտոնում։ Դա իր տեսակով չլսված ու չտեսնված հարձակում էր, որը ցնցել էր ամերիկյան հասարակությունը։ Բայց իրականում Թրամփը այս երկու արտահայտությունները, այսինքն երթով գնալ վերցնել Կապիտոլիումը եւ կատաղի պայքար մղել այդ երկու արտահայտությունները արտաբերել է իրարից տարբեր ժամանակներում եւ համատեքստն է անգամ տարբեր եղել։ Դրանք համակարգչային մոնտաժով իրար միացրած արտահայտություններ են, որոնք ամբողջական տեսք են ստացել եւ ուրիշ բովանդակություն է դարձել։ Թրամփը ասել է, որ երթով կմասնակցի իր կողմնակիցների հետ եւ ցանկանում է, որ նրանք իրենց կարծիքը արտահայտեն խաղաղ եւ հայրենասիրական ձևով։
Ապա մոտ մի քանի ժամ անց Թրամփը արդեն մեղադրանքներ է առաջադրել ընտրակեղծիքների մասին եւ կոչ է արել իր կողմնակիցներին կատաղի պայքարել, նկատի ունենալով իրենց իրավունքների համար։ Բայց արդյունքում այդ կարևոր արտահայտությունները մոնտաժային հնարքով միացվել են իրար եւ ահա տեսեք թե ինչ կոչ է հնչել, հա եւ արդյունքը։ We're going to walk down to the Capitol and I'll be there with you and we fight. We fight like hell. We're going to walk down to the Capitol and we're going to cheer on our brave senators and congressmen and women. BBC-ն չի տեղեկացրել հեռուստադիտողներին, որ տեսանյութը կտրատված է, մոնտաժված է եւ յետին պլանում հնչում է տխուր երաժշտություն, մի խոսքով դասական հեռուստատեսային այդ տրամաբանության մեջ է գործել, երբ կադրով, երաժշտությամբ, տեքստով, մուդը, ինչպես ասում են, մուդով կարող է ստանալ ամեն ինչ ուզում ես եւ ամբողջին ուղղորդել։ Ես նորից եմ հիշեցնում, սա BBC ալիքի մասն է խոսքը, որոշ հայկական մեդիաներ չեն, BBC ենք խոսում։ Արդյունքում, պարոն Պրեսկոտը հայտնում է, որ մտահոգություն ունի, որ այդ ամենը արվել է դիտավորյալ, սա ձեռք է բերվել տեսամոնտաժային այդ հնարքի միջոցով, հա մոնտաժային ծրագրի միջոցով եւ Պրեսկոտը մեղադրում է BBC մեդիա կորպորացիային հեռուստադիտողներին մոլորեցնելու մեջ։ Իր հերթին The Telegraph բարբերականը հրապարակել է Պրեսկոտի կողմից BBC ղեկավարությանը նախկինում ուղղված 19 էջանոց փաստաթուղթը, Պրեսկոտը պնդում է, որ BBC ղեկավարությունը անտեսել է իր մտահոգությունները եւ մերժել մի քանի բողոքներ, որոնք նախկինում եւս եղել են։ Պրեսկոտը մեջբերեց այն օրինակները, թե ինչպես է BBC-ն ենթադրաբար դիտավորյալ բացասական լուրերի ներքո ներկայացրել ԱՄՆ ներկայիս նախագահ Թրամփին 2024 թվականների ընտրաշավի ընթացքում։ Նա գնահատեց, որ BBC-ն չափազանց շեշտադրել է դեմոկրատ նախագահի տեխնացու Քամալա Հարիսի քարոզարշավի հարցերը, ինչպիսիք են կանանց իրավունքները, հղիության ընդհատումը, մինչդեռ երկրորդ պլան են մղվել ընտրությունների հիմնական թեմաները, ինչպիսիք են տնտեսությունը, զբաղվածությունը, ապօրինի ներգաղթը եւ ոչ միայն։ Պրեսկոտի հուշագրի հրապարակումից հետո Դոնալդ Թրամփ կրտսերը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին, արդեն իսկ մեղադրել էր BBC-ին կողմնակալության մեջ։ Փաստաթուղթը բուռն քննարկումներ է առաջացրել բրիտանական լրատվամիջոցների շրջանակներում եւ ոչ միայն։ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն էլ իր հերթին հայտարարել է, որ BBC-ն անամոթաբար է վարվել, կադրերը մոնտաժելով, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե իբր Թրամփը կոչ է անում անկարգություններ անել։ Ջոնսոնը նաև նշել է, որ BBC-ն ստեր է տարածում Մեծ Բրիտանիայի ամենամոտ դաշնակցի մասին, նկատի ունենալով հենց Միացյալ Նահանգները։ Հետաքրքրական է նաև նախկին վարչապետի գնահատականը լրատվականի բարձրաստիճան ներկայացուցիչների հրաժարականի քայլն է նա գնահատում, ասելով, որ անգլիական ջենթլմենություն է սա, եւ այս հայտարարությունից հետո նախ ես ինքնին ողջավորված եմ, որ իրոք ջենթլմենությունը աշխատում է, որ լրատվականը, որտեղ դու ղեկավար ես, այդպիսի սխալ է թույլ տվել եւ դու պատասխանատվությունը վերցնում ես քո վրա եւ հեռանում ես, բայց այս ամենից հետո այս ամենը ոչ միայն գեղեցիկ, նույնքան մտահոգիչ եմ դիտարկում։ Տեսեք, հետաքրքիր է, եթե BBC-ի այս պարոնները ջենթլմենական քայլի արդյունքում հեռանում են, ասելով, որ այսպես հնարավոր չէ, եւ նրանք ջենթլմեն են, բա մեզ մոտ ամեն օր 24-ժամյա ռեժիմով կեղծարարություններ ու ապակողնորոշումներ տարածող լրատվականների լրագրողներն ու ղեկավարները, բա իրանք ով են։ Մտածեք այդ ուղղությամբ։